Պետական եկամուտների կոմիտեն կարծում եմ եղել եւ մնում է պետության կարևորագույն մարմիններից մեկը։ Ունենալ թեկուզ փոքր մասնակցություն այս բազմաֆունկցիոնալ կառույցում պատիվ եմ համարում եւ պատահական չէ, որ ավելի քան 21 տարի է, ինչ ծառայում եմ հարկվճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն վարչության տարբեր ստորաբաժանումներում, ներկայումս զբաղեցնում եմ ընթացիկ հսկողության թիվ 8 բաժնի պետի պաշտոնը։ Փեքի նոր առաքելությունը եւ տեսլականը պետք է դարձնել առօրյա աշխատանքային գործելաոճ։ Կոտրենք հին կարծրատիպերը, ստեղծենք նոր ստանդարտներ։ Մեր առաքելությունը միայն հարկերի հավաքագրումը չէ, այլ տնտեսվարողի եւ պետության միջև վստահության մթնոլորտի ապահովումն է, ինչը կխտանի կամավոր կարգապահության մշակույթի ձևավորմանը։ Իհարկե, կամավոր կարգապահության ձևավորման մշակույթը անմիջականորեն կապված է նաև մեր կատարած աշխատանքի որակից, հարկվճարողների հանդեպ դրսևորած հարգանքից եւ հոգատարությունից։ Քանի որ մեր վարչության աշխատակիցները շատ են շփվում հարկվճարողների հետ, անհրաժեշտ է, որպեսզի մասնագիտական գիտելիքներից բացի ունենան օբյեկտիվ եւ գործընկերային հարաբերություններ հարկվճարողների հետ, որպեսզի հարկվճարողը ինքն էլ զգա ՊԵԿ-ի կողմից որդեգրած մարդակենտրոն մոտեցումը։ Մեր վարչությունը գործում է որպես դինամիկ եւ շարունակական զարգացում ապահովող ստորաբաժանում։ Շատ են կարևորում թվայնացման, արհեստական բանականության, ինչպես նաեւ տվյալների ժամանակակից վերլուծության գործիքները։ Փորձում ենք փորձառու կադրերի կողքին գնահատել նաեւ մեր երիտասարդ կադրերին։ Հարկային վերահսկողությունը մեր կողմից իրականացվում է ստուգումների, ուսումնասիրությունների, բացատրական աշխատանքների եւ իրազեկումների միջոցով, որոնց համար հիմք կարող են հանդիսանալ վերլուծության արդյունքները, երրորդ անձից ստացված տեղեկությունները, ինչպես նաեւ քաղաքացիների կողմից բարձրացված դիմում բողոքները։ Վերլուծությունների արդյունքում ընտրվում են առավել ռիսկային հարկվճարողները, ու հաշվի առնելով ՊԵԿ-ի կողմից որդեգրած կամավոր կարգապահության խթանման քաղաքականությունը, վերջին ժամանակներում ավելի շատ կիրառվում են բացատրական աշխատանքները եւ իրազեկումները։ Եթե հարկվճարողների մոտ չեն նկատվում հարկային կարգապահության բարելավում, դրանից հետո նոր կիրառվում են մեզ վերապահված այլ գործիքակազմեր, մասնավորապես ստուգումներ եւ ուսումնասիրություններ։ Հարկերից խուսափելու տարածված միջոցներից կարող եմ առանձնացնել իրացման թերհայտարարագրումը, որը արտահայտվում է ՀԴՄ կտրոններ չտրամադրելու միջոցով, հաշվարկային փաստաթղթեր դուրս չգրելու միջոցով։ Շատ են դեպքերը, երբ վարձու աշխատողներին չեն գրանցում, հանդիպում են նաև գների թերհայտարարման միջոցով իրացումը պակաս ցույց տալու դեպքեր, հարկային ավելի բարենպաստ պայմաններում գործելու նպատակով բիզնեսի տրոհման դեպքեր։ Ամեն դեպքում ոչ մի ոլորտ չեմ ուզում առանձնացնեմ որպես առավել ռիսկային, քանի որ բոլոր ոլորտներում էլ ունենք թե բարեխիղճ եւ թե ոչ բարեխիղճ հարկվճարողներ։ Պարզապես պետք է գիտակցել, որ հարկ վճարելու մշակույթը անմիջականորեն կապված է երկրի տնտեսական զարգացման հետ։ Մեր վերջնական նպատակն է ունենալ արդար, թափանցիկ, վստահելի հարկային համակարգ, որը կխտանի ներդրումները, բիզնեսի զարգացումը եւ երկրի տնտեսական աճը։